Հատկանշական է նույն շատ կարճ այդ հոմանելով այդ սորցածումներին Ռուսաստանը շարունակաբար զբաղեցնում է երրորդ տեղը որպես սպառնալիք հանդիսացող երկիր, Ադրբեջան, Թուրքիա, երրորդը Ռուսաստան, այսինքն հայ հասարակությունը հասկացել է, որ այն երկիրը, որը տարիներով, տասնյակ տարիներով, հարյուրամյակներով ձևացել է որպես դաշնակից, իրականում դաշնակցում է մեր հակառակորդների հետ եւ ի հաշիվ եւ մեր հաշվին, մեր տարածքների, մեր կյանքերի հաշվին լուծում է իր ռազմավարական խնդիրները եւ հասնում է իր նպատակներին մեր հակառակորդների հետ։ Եվ մեր նպատակն է, որ օգտագործելով նաեւ Ֆրանսիայի այցը, օգտագործելով մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, Եվրոպական միության այլ երկրների հետ եւ դուք ասում եք օրինակ մենք երկկողմ ենք աշխատում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ես կարծում եմ այն պարագայում, որտեղ մենք կարող ենք որպես պլան B արդեն այլ երկրի հետ գերակողմ ձևաչափով աշխատել իրենց հետ, ես կարծում եմ մենք նաեւ պետք է դա դիտարկենք, այնտեղ ես խնդիր չեմ տեսնում ցանկացած բան, որը կբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ այդ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու հարաբերությունների կառավարելի պահելուն ես դրան կողմ եմ, որովհետեւ դա բխում է Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու կենսական շահերից։